Ժողովուրդ օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Հայաստանի երկրորդ խոշոր հարկատու համարվող Mobile Center Art ընկերությունը 10 միլիոն դրամ է փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին, որը ղեկավարում է վարչապետի տիկին, նախկին Աննա Հակոբյանը։ Թվերը ինչ խոսք տպավորիչ են, սակայն առավել հետաքրքրական է այս պատմության ենթատեքստը։ Mobile Center Art ընկերության սեփականատեր Արթուր Պետրոսյանը քաղաքական անցյալ ունի, դեռևս 2013 թվականից նա եղել է ՀՀԿ Երևանի ավականու անդամ, լինելով նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Այսօր սակայն նույն գործարարը գործում է բոլորովին այլ իրողությունների պայմաններում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին նրա բիզնեսը ոչ միայն զգալիորեն ընդլայնվել է հեռախոսների ներմուծման եւ պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ արտահանման ոլորտում, այլև ընկերությունը դարձել է երկրի խոշորագույն հարկատուներից մեկը։ Եվ ահա, որպես թերևս շնորհակալական ժեստ, 10 միլիոն դրամ նվիրատվություն է արել վարչապետի ընտանիքի հետ կապվող հիմնադրամին, որը համարժեք է շուրջ 26,000 ԱՄՆ դոլարի։ Շռայլությունն ինքնին գուցե զարմանալի չէ բիզնեսի այս ծավալների ֆոնին, սակայն հարցականներ են առաջացնում այն համատեքստում, որտեղ նախկին իշխանության ներկայացուցիչը այսօր ոչ միայն տնտեսական առաջատար դիրքերում է, այլև ֆինանսական աջակցություն է ցուցաբերում գործող իշխանության հետ ասոցացվող կառույցին։ Ժողովուրդ օրաթերթը կապ հաստատեց Արթուր Պետրոսյանի հետ, պարզելու, թե ինչու է հենց միայն «Իմ քայլը» հիմնադրամին այդքան շռայլ նվիրատվություն արել։ Կարող է հիշել նաև այլ հիմնադրամներ, որոնց ևս նման շռայլ նվիրատվություններ է արել։ Մեջբերում եմ, դե անում ենք, որ դիմում են բարեգործական քայլեր արել ենք, ինչ խնդիր կա, տարակուսեց Արթուր Պետրոսյանը։